ապրիլյան պատերազմը քեզ ինչ ցույց տվեց։ Ինձ ցույց տվեց մեր զինվորների քաջությունը, որ նրանք քաջ են, որ նրանք կարող են պայքարել թշնամիների դեմ, թեկուզ նրանք ունեն շատ մեծ ուժեղ զինամթերք, զինամթերք։ Մենք ունենք քաջություն, հայրենասիրություն եւ դա կօգնի մեզ հաղթել նրանց։ Իմ անունից եւ բոլոր զինվորների անունից ուզում եմ փոխանցել, որ նրանք հանգիստ լինեն, առողջ լինեն եւ թող շատ չմտածեն մեր պոստերին, թեկուզ չեմ հավատում, որ նրանք չեն կարող չմտածել դրա մասին, բայց թող նրանք վստահ լինեն, որ մենք կարող ենք մեկս մյուսից թիկունքը պահել եւ ամեն ինչ լավ կլինի։ Պատրաստ ենք մեր սահմանների վրա ենք, անառիկ կպահենք մեր սահման։ Այս պահին գտնվում ենք Արցախի հարավ-արևելյան հատվածի մարտական հենակետերից մեկում։ Երկրորդ անգամ եմ տեսնում պատերազմը ու ինչ ասեմ, դաժան պատերազմ, որը բերեց մեր երեխեքին պետք չէր, մենք տեսել էինք արդեն։ Ինչ ասեմ, այն ձևի բաներ, որ ես չկարեցա դիմանայի։ Մյուս տղաս զորավարժություններ էր, տունը մարդ չկար։ 23-ին եկել է, ես թողել եմ ամեն ինչը, կամավոր մենակս եկե հասել եմ ստեղ, տղուս գտել եմ։ Էտա։ Որ կանգնեմ տղուս կողքին ու ամեն հարցերը լուծենք։ Ուրախ եմ, որ տղուս հետ կանգնած եմ սահմանին ու ինքը ծնվել է Քալբաջարի գրավման օրը։ Իր հենց ծնունդի օրն էլ պատերազմը նորից ամսի 2-1-2 գիշերը սկսվեց։ Ու այնց բաներ, որ ես չէի կարող մնայի, պետք է հասնեի ստեղ։ Պատվով եմ պահում այս ամեն սահմանը, որովհետև իմ հայրերը ժամանակին ստեղ կռվել են, այս հողը պահպանել են, մեր շատ մարդիկ ունենք, ընկերներ, բարեկամներ, հարազատներ ստեղ կորցրած, դրա համար էլ պատվով կատարում ենք, պատվով պահում ենք եւ ամեն ինչ անելու ենք, որ միջև վերջ պահենք այս սահմանները, որովհետև մենք ստեղ մեր տունը արդեն ստեղ է։ Մենք արդեն ստեղ ամեն ինչին հարմարվել ենք, ոչ մեկը չի կարող գա մեզնից մեր տունը վերցնի։ Նույն բանն է, ինչը որ կարող է մեկը գա քո սեփական ինչ որ բանը վերցնի։ Սա մեր սեփականությունն է ու թույլ չենք տա ոչ մեկին, որ ներխուժի մեր սեփականության մեջ։ Սպասում էիր, որ պապա միանա քեզ։ Չէ, չէի սպասում, անակնկալ էր իմ համար, բայց դա մի հատ ուրիշ պահ էր, որ ոչ մեկ չի կարա, որ չի տեսե այդ ամեն ինչը բացատրի։ Ուղղակի հիմա ես էլ չեմ կարող, ուղղակի հիմա իմ մոտ այն պահն է, որ պարտավորված եմ ամեն ինչ անեմ։ Այն վաղտ էլ էի պարտավորված, հիմա ավելի, որովհետև իրանք, որ այս ամեն ինչը թողել են, իրանք տեսել են ու հասել են ստեղ, ես էլ պիտի իրանց նման ոնց եղել են ժամանակին, այդպես պահեմ։ Եկան հասան մեր եգրապաները, մեր կամավորական ջոկատները ու տարբեր ջոկատներ եկան հասան մեզ ու մեզի դուխ տվեցին ու դրանով ապացուցեցին, որ մենք ու ապացուցում ենք, մենք էլ ապացուցում ենք, որ մեր դարպասները անառիկ ենք պահելու։